Պատրաստում ենք մեղրով տորտ ազնվամորու կոնֆիով, թեթև թթվաշ կոնֆին իդեալական հավասարակշռում է քաղցրությունը, խմորի համար ձուն, մեղրը, կարագը միացնում ենք, դնում ջրային բաղնեքի վրա, անընդհատ խառնում, ավելացնում սոդան, հենց զանգվածը սկսում է փրփրել, թողնում ենք 1-2 րոպե, վերցնում կրակից, ավելացնում ալյուրը, խմորը բաժանում ենք 6-7 հավասար գնդերի, ֆորմայով կտրում, անցքերանում, թխում մոտ 5 րոպե, կրեմի համար բոլոր բաղադրիչները խառնում ենք, կաթը լցնում մաս-մաս, հարթ զանգված ստանալուց հետո դնում ենք մարման կրակին, անընդհատ խառնում մինչև խտանա։ Կրակն անջատում ենք, լցնում վանիլը, փակում սննդային թաղանթով, թողնում սառչի, հետո հարում ենք փափուկ կարագի հետ։ Կոնֆիի համար ազնվամորու վրա լցնում ենք շաքար կամ քաղցրացուցիչ, տաքացնում, բլենդում, ավելացնում կիտրոնի հյութը եւ նախապես թրջած ժելատինը։ Հավաքում ենք տորթը լիստ, կրեմ, կոնֆի, երկրորդ շերտը լիստ, կրեմ, այդպես բոլոր լիստերը։ Ուղարկում ենք մի քիչ սառելու, հետո նոր ձևավորում ենք խմորի փշրանքներով եւ հատապտուղներով, թողնում ենք սառնարանում մոտ 8 ժամ, նոր կտրում ենք։ Ես մի փոքր շտապել էի։ Արդյունքում ունենում ենք փափուկ թեթև մեղրով տորտ, որը վերջանում է շատ արագ։ Բարի ախորժակ։